Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 10-ը 2026 թվական։ Հետընտրական զարգացումների կրքերի մասին մի քիչ խոսենք ու կանցնենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաների։ Ուրեմն, ինչ ունենք այսօր։ Հիմա անընդհատ խոսվում է այն մասին, որ վերահաշվարկ կանեն, թվեր կավելանա, թվեր կպակասի, արդյոք կունենա էական ազդեցություն։ Ոչ, որովհետև այն ինչ որ անելու էին, արեցին։ Այն խորհրդարանը ինչ որ ունենք։ Հիմա Բարգավաճ Հայաստանը կմտնի, թե չի մտնի, դրանով խորհրդարանի որակը փոխվելու է։ Մտնելու է, ելնելու է ռուսամետ ուժերի շարքում։ Որևէ բան այդտեղ մենք սպասելիք չունենք։ Եվս 5 տարի խորհրդարանը այլևս անիմաստ է, ես համարում եմ, որ իմ առաջ այդ դռները փակ է։ Ինչի, որովհետև ընդդիմությանը այդ ինչ հարցով պետք է դիմենք։ Ժամանակին շատ պատգամավորների հետ շփվել ենք եւ խորհրդարանը պարբերաբար գնաց է եւ իրանց հետ ենք շփվել, հազարով մի հարց է քննարկել, որ կարող են իրենք բարձրացնել։ Այսօր ես չեմ պատկերացնում մի հարց, որ պետք է դիմեմ ռուսամետ ուժերին, ասեմ, այս հարցը բարձրացրեք կամ այս օրենսդրական նախաձեռնությունը օգտակար է մեր երկրի համար, դուք արեք։ Վերջ, փակվեց եւս 5 տարի։ Իսկ խորհրդարան մեծամասնության հետ կապված իմաստը որն է, եթե հարցը որոշում է կառավարությունում նստած Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն այդտեղ անելիք չկա ուղղակի։ Ինչ որ նա որոշի, նա էլ անելու են։ Այսինքն խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում խորհրդարանի հետ շփումը դառնում է անիմաստ։ Ունեցանք այս։ Հիմա խոսեն, որոշ մարդիկ կարծիքներ կհայտնեն, մոռանում են մի բան, որ հիմա էլ ասում են, դե եթե խախտումներ չլիներ, մենք կհաղթեինք։ Էդ էլ խոսում են Սամվել Կարապետյանի կողմնակիցները։ Դուք կատեգորիկ իմպերատիվ ձևով ասում եք, որ դուք արդեն հաղթել եք, հունիսին արդեն Սամվել Կարապետյանը վարչապետ է։ Դուք եթե չէիք ասում։ Եվ մարդկանց, որ ասում ենք, ժողովուրդ ջան, այլընտրանք ընտրեք, մենք որ ձայն հավաքենք, իշխանությունը մեզ չի մեղադրելու, որ բանակ եք թալանել, սխալ բանակցել եք կամ երկիրը ամբողջությամբ թալանել եք, չկա նման բան, որը կմեղադրեն մեզ։ Այդպես պարագայում որևէ ճնշում գործադրելու ձև էլ չկա, եթե ուզում եք իշխանափոխություն, մեր կարգի ուժերը պետք է առավելագույն ձայն ստանան, որ այդ փոփոխությունը տեղի ունենա։ Ի սկզբանե ձեզ ասում են, որ դուք հանցագործ եք, թալանչեք, դուք պետք է դատվեք։ Ձեր տեղը ճաղելի հետևում է, ոչ թե խորհրդարանում, չնայած խորհրդարանում հայտնվեցիք։ Ինչքան մարդու խաբեցիք, որ մարդիկ ասում էին, որ դե ախր չենք ուզում ձայն տանք չփոշիանա, այն այդ մարդիկ հաղթելու են։ Ինչպես էիք դա անում։ Էս չէր արդյունքը, որ ունեցանք հիմա սա։ Հիմա ինչ եք եթեով ասում։ Մանդատ կվերցնեք, մանդատ չեք վերցնի, որևէ բան դա չի փոխում։ Այն ինչ որ Հայաստանին վատություն անելու եք, արեցիք։ Իսկ հիմա տեսնենք, խորհրդարանական ուժերից ինչ ակնկալիք կա որ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այսօր ուզենա Եվրոպա գնա, ուզենա նորից վերադառնա Ռուսաստան, ուզենա Թուրքիա, ուզենա Ադրբեջան, ինչ ուզենա, ով է ձեռը բռնելու։ Այս ռուսամետ ընդդիմությունը։ Վերջ։ Այս ունենք այն։ Այն բոլոր մարդիկ, ովքեր կատաղի հարձակում էին գործում Հայաստանի շնորհապետական կուսակցության վրա, արդյունքում հիմա գոհ եք, մենք չենք անցել, դուք հիմա այս հարաբերակցությունից էս էր ձեր երազածը, որ ձեզ կոտորում էիք, որ հանկարծն են չլնի, որ մենք անցնենք։ Չենք անցել։ Դուք հիմա գոհ եք դրան։ Էս էիք ուզում, որ մենք ունենայինք այսպիսի իշխանություն, որ ցանկացած վաղը իրավիճակը փոխվի, Ռուսաստանի հետ բան պայմանավորվեն, արդեն վաղը կլինի, որովհետև իր որևէ քայլը գաղափարական չէ, այլ իրավիճակային է։ Եվ հետո վաղը մյուսով դեռ մենք չգիտենք, թե այդ խոստումներից ինչը պետք է կատարի։ Այսօր սահմանադրական մեծամասնություն չունենալու պարագայում ինչ է ստացվում։ Եթե չկարողանա հանրաքվեի դնել սահմանադրության փոփոխությունը, դա նշանակում է Ալիևի պահանջը չկատարել ու դա նշանակում է պատերազմ, ու որի մեղավորը ով է։ Մենք ենք, հանրաքվե չես դրել, ո՞նց ենք մենք։ Բայց դեպքում ինչ է ստացվում։ Սամվել Կարապետյանի թիմն ասում է, դե գնանք խորհրդարան մանդատ վերցնենք, որ մի քանի հոգու առնենք, որպեսի իրավիճակ փոխենք, Էդ էլ չեն ուզում հաշվի առնել, որ մարդիկ շատ լավ գիտեն, որ սահմանադրության 115-րդ հոդվածով վարչապետին կարող է անվստահություն հայտնել մի տարուց հետո։ Մի տարի ինքն ալնի, բայց դուք հունիսին արդեն վարչապետ էիք դրես Անվել Կարապետյանին։
Այսինքն ժողովուրդ դուք մեզ այսքան եք ձայն տվե, բայց մենք կգնանք ձայն կառնենք։ Էսա պատկերացումը խորհրդարանական կառավարման համակարգի։ Իսկ ինչ համտածելու իշխանությունը, լավ ոչինչ, որ կանցնեն խորհրդարան, մի քանիսի վրա կճնշենք, որպեսի մեր կողմ քաշենք, որպեսի նրանք կողմ քվեարկեն, կարողանանք սահմանադրությունը փոխենք։ Գայթակղել դե հազիվ թե միլիարդատերների աշխատողներին գայթակղի Փաշինյանը, մնաց ճնշելը։ Իսկ ճնշելու գործիք ինչքան ասեք, ում ուզենան կբռնեն։ Էս էր պետք որ սենց խոցելի վիճակով մտնեիք խորհրդարան։ Հիմա դրանից հետո ինչ ստացվեց, որ գոնե խորհրդարանից դուրս պետք է լինի արևմտյան արժեքների հետ կապված կռիվ տվող ուժեր, որ գոնե ասեն, եթե խորհրդարանում դա չկա, գոնե դրսից կարողանան հարցեր դնեն, պահանջներ դնեն, հասարակության հետ աշխատեն, ճնշում գործադրեն իշխանության վրա, իսկ ինչ ունենք մենք արտախորհրդարանական իրավիճակում։ Էդ էլ հասկանանք։ Առավոտից իրիկու տարածում են, հեսա բյուջեից փող են տալու Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, վայ տեսեք ձեր հաշվին եւ այլ, ուզում են վարկաբեկեն, որ բյուջեից փող ստանալը դա անաշխատ չգիտես ինչ գումարներ է, որը ստացվում է։ Ես Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամ չեմ, այնպես որ ինձ համար չի որ ասում եմ դա։ Ես ուզում եմ մի հատ հասկանամ, 4% հավաքում ես, մտնում ես խորհրդարան, դա կարգավիճակ է։ 2% հավաքում ես, պետությունը դա համարում է կարգավիճակ։ Համարում է, որ 2% հավաքելը դա լուրջ թիվ է, որի նկատմամբ պետությունը ունի վերաբերմունք։ Անի ամեն ինչ, որպեսի նա կարողանա իր կուսակցությունը զարգացնել։ Այն դեպքում, երբ որ այդ 30 միլիոն դրամը տարեկան տված, ամսվա եթե բաժանում ենք, հազիվ մի հատ կենտրոնական գրասենյակ պահես, մի աշխատող պահես, մեկ է կազմակերպչական ներկայացական ծախսեր անես։ Մի սարսափելի թիվ չի, ամսվա վրա բաժանեք, տեսեք։ Այսինքն գոնե այդքանի հազիվ այդքանի գումարը մարդիկ գիտեն կուսակցություն պահել ինչ թանկաճույք է։ Բայց այդ պարագայում ինչի եք դուք ուզում վարկաբեկեք ու վատաբանեք։ Պետությունը կարգավիճակ է տվել։ Այսքան տոկոս սա, այսքան տոկոս սա։ Պետք է ուրախ լինեք, այսինքն նրանք անձնապես Գուրգեն Սիմոնյանին են տվել, թե 2%-ը հաղթահարողին։ Ի վերջո, պետությունը այդ կարգավիճակ տալով նաև ասել է, չէ, որ ով որ 2% շեմը հաղթահարում է, նաև հետ է ստանում ընտրագրավ, ինչի համար էր դա արած, որ ամեն պատահական ուժ չմասնակցի ընտրությանը, հաստատ իմանալով, որ 2%-ը չի գերազանցի, բա ինչի է մասնակցում։ Եվ ինչպես տեսնում եք, 18 մասնակցած ուժից ընդամենը 6-ն է հաղթահարել 2% եւ ավելի ձայն ստացել։ 12-ը ուղղակի բա այդ դեպքում հարց է ծագում, նրանք չգիտեին, որ այդ ձայները չեն հաղթահարելու։ Բա նրանք ինչի համար էին այդ 7.5 միլիոն գրավը մուծում։ Անցնողին եք մեղադրում, բա չանցնողները ինչի համար էին։ Ով էր նրանց այդ գումարը տվել, հաստատ իմանալով, որ չեն անցնելու։ Մի քանիսը ասենք կասկածելի էր, բա մնացածը, բա այն 10-ը։ Չտեսանք այս ընթացքում ինչով էին զբաղված։ Գնացել էին ընտրության ոչ թե իրանց քարոզն առեն, այլ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը վարկաբեկեն, Գուրգեն Սիմոնյանին վարկաբեկեն, հետո էլ շուրգան մի հատ էլ ինձ։ Դրա համար էին մասնակցում, բա այդ ինչի չեք ասում։ Բա որ գիտեիք, որ չեք անցնելու։ Իսկ հիմա մենք պետք է մտածենք, խորհրդարանից դուրս, եթե բարգավաճն էլ չի անցնում, խորհրդարանից դուրս ելնում է 3 ուժ, որը հաղթահարել է 2%-ը, որ պետությունը նրան կարգավիճակ է տվել, ճանաչում է։ Այդ 3-ից մեկը բարգավաճը ակնհայտ գիտենք, որ ռուսական գծի վրա է, միասնության թևերն էլ երբեք չի թաքցրել, վերջի առաջի դեմքերի բանավեճի ժամանակ էլ ասեց, այո, մեզանից կախված մենք այնպես չենք անի, որ իշխանափոխություն չլինի, այսինքն կբանակցենք եւ Սամվել Կարապետյանի հետ, հա, Քոչարյանին որպես վարչապետ չենք սատարի, բայց իր ուժի հետ չենք բացառում համագործակցությունը։ Այսինքն որևէ մեկը կասկածում է, որ եթե անցներ նրանց էլ միանալու։ Այսինքն խորհրդարանից դուրս արտախորհրդարանական ուժերի մեջ արևմտյան արժեքներ գրող, եթե կարելի է այդպես ասել, նրանք ովքեր սատարում էին Նիկոլ Փաշինյանը, նրանք շատ փոքր ձայն ստացան։ Նրանք չեն են ուժերը, որոնք պետք է արտախորհրդարանական դաշտում անելիք ունեն, հասարակությանը համախմբեն եւ անեն։ Հասարակությունը նրանց մերժեց։ Այն մյուս արևմտամետ էլ, որ իրանց հրճակել էին, նրանք էլ չմասնակցեցին։ Միակ ուժը, որը որ
կարգավիճակ ունի, դա Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է։ Պետքա դողակ դրա վրա։ Պետք է ամեն ինչ անեք, որ նա հստակ ասում է, որ մենք պետք է գնանք Եվրոպա, բոլոր քայլերով պետք է Եվրամիություն, բոլոր քայլերով պետք է այո, որոշումներ կայացվի, քաղաքական գործունեությունը սեզոնային աշխատանք չի, որոշ մարդկանց նման, որ մի 5 տարի քնեն, ընտրությունից առաջ ոտի կանգնեն, գնան փողերը բաժանեն, անցնեն։ Դա տևական, համբերատար, հետևողական աշխատանք է։ Այո, պատրաստվել հաջորդ ընտրությանը, բայց միշտ պատրաստել արտահերթ զարգացումներին եւ արտահերթ ընտրությանը։ Այսինքն էլի մարդիկ պետք է մտածեն ոնց է ուժեղացնեն, որի պարագայում մտածեն, որ նա արդեն պետության կողմից ունի կարգավիճակ։ Պետությունը չի կարող ասի դու ով ես, որ կարծիք ես հայտնում, ում անունից ես հայտնում։ Քո տված կարգավիճակի անունից, որ ընտրագրավը հետ ես տալիս եւ բյուջեի հաշվին փող ես տալի։ Ինչի ես բյուջեի հաշվին փող տալի, երաշխավորում ես նրա գործունեությունը, այսինքն դրանով ճանաչում ես նրան։ Հիմա անհատական ենթադրենք դուք չեք սիրում Գուրգեն Սիմոնյանին, անգամ այդ օրենքը, որ շուտ է ընդունված եղել, էդ եք դնում նկարը տարածում եք, բայց ձեր փողերը տարան, կերան, էս արին, են արին, ինչի համար, որպեսի այդ կարգավիճակը չլինի, որպեսի Եվրոպայի հետ քայլեր առաջ տանող քաղաքական ուժ արտախորհրդարանականների մեջ էլ չլինի, վարկաբեկեք ամեն ինչ անեք, որ ինչ շահեք, որ ամեն ինչ թողեք, որ Նիկոլ Փաշինյանը կուզի կգնա Եվրոպա, չուզի, չի գնա, այսօր կգնա Եվրոպա, որտեղ ապրանքը առնում են, վաղը Պուտինը մի ուրիշ բան կասի, շուռ կգա այդ կողմ, էդ եք ուզում, իսկ ես ես առաջարկում եմ, ասում եմ անկախ նրանից, վաղը ես կմասնակցեմ, թե չէ, առողջությունս կների, թե չէ, ես ձեզ կոչ եմ անում, համառորեն աջակցեք Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Գուրգեն Սիմոնյան։ Ես ներսում եմ եղել, տեսել եմ, ինչ ասեկոս ուզում ասեն, ինչ հեքիաթ ուզում պատմեն։ Ես ներսում եմ եղել եւ տեսել եմ ամեն մի դրամը ծախսված, գիտեմ, որտեղից է եկել ուրա գնացել, ում եք հեքիաթ պատմում, թե ով էր իրան աջակցում, ով էր սատարում, կամ այդ սատարումն ու աջակցությունը ինչով պետք է տեսնեինք։ Այդ ամեն ինչը ներսից տեսել ենք։ Այդ ամեն ինչը անում ենք ձեր երեխաների ապագայի համար, որ ռուսական ճահճի մեջ չմնան։ Որևէ մեկը հաստատ չի մտածում, որ շնորհապետական կուսակցությանը միացել է միջով շահադիտական նպատակներով շատ մեղմ ժպիտ դա կարող էր առաջացնել, էլի։ Կամ էլ այնքան միամիտ եմ, որ չնկատեցի, այ դուք դրսից նկատեցիք, որ ինչ որ մեկը իրան կառավարում է, ես ներսնեի չնկատեցի, էլի ժողովուրդ ջան։ Չէ, ինքնախապեյությամբ մի զբաղվեք, առջևում մենք գիտենք հազար ու մի խնդիրներ կա, Ռուսաստանի պահանջ, Թուրքիայի պահանջ, Ադրբեջանի պահանջ, խառը իրավիճակ, Ամերիկա, Իրան, որ չի կարգավորվում, ցանկացած պարագայի կարող է պատերազմել, նորից հարվածներով փոխանակվեցին, իսկ մենք լուրջ ծրագրեր ենք մտածում Ամերիկայի հետ, այս ամեն ինչը մեր շուրջ է կատարվելու, այս ընտրությամբ ոչինչ չի ավարտվել, այս ընտրությամբ շարունակվելու է, ու դուք տեսաք, որ մենք ինչում խնդիր ունեցանք, այո, մենք չկարողացանք տարածել մեր ասելիքը ավելի շատ կարողանայինք մարդկանց հետ շփվենք ու ներկայացնենք, որտեղ որտեղ որ ներկայացել ենք, որտեղ որ ճանաչել են, որտեղ որ վստահել են, մենք այդտեղ ձայներ ստացել ենք։ Գնանք, հանդիպենք, միջոցառումներ կազմակերպենք մարզերում, գնանք երիտասարդներին բացատրենք, որ ձեր ապագայի խնդիրն է, որ ես պետք է անենք, այն պետք է անենք։ Այո, սա իրոք մեզ պակասել է, որովհետև ֆանտաստիկ ռեսուրս ծախսողները հեիք չի, որ իրանք լցրել էին, ողողել էին իրանցով ամբողջ հանրային տիրույթը եւ հանրապետության փողոցներն ու բակերն ու բոլոր շենքերը, նաեւ զորք էին պահում, որ մեր դեմ աշխատեն։ Իսկ եթե մենք նույնիսկ մի բան հերքեինք էլ, որտեղով հերքեինք իմ ալիքով եւ մեկ էլ Գուրգեն Սիմոնյանի ալիքով, իր Facebook-յան էջով եւ իմ YouTube-յան ալիքով, համարժեք էր արդյոք այն գրոհին, որը մեր դեմ էր։ Դրսով, ներսով, բոլոր կողմերով։ Նույնիսկ եթե հերքենք էլ տեղ հասնում էր, այս սրա հետ կապված մենք լուրջ աշխատանք ունենք։
Դրա համար ես պատկերացնում եմ իմ անելիքը, որտեղ ես կուսակցության անդամ չեմ, կուսակցական շինարարությամբ Գուրգեն Սիմոնյանը կզբաղվի, մանավանդ նորաստեղծ կուսակցության հետ կապված առաջին միանգամից մարտական բովով անցել է, մնացած հարցերը իրանք կարող են տեսնել ինչ անել։ Ես իմ առաքելությունը պատկերացնում եմ ոչ միայն այս հարթակը ակտիվացնելու, որ մարդկանց հետ ավելի շատ շփվելու, այլ նաև շատ ավելի շփումներ ունենալով կարողանանք հասնենք նրան, որպեսզի ավելի շատ պատկերացում ունենան ինչ ենք ասում, ինչ ենք ուզում անենք, որ Հայաստանի ապագայի հետ որն ենք տեսնում, որտեղ ենք տեսնում։ Գիտենք, որ հիմա էլ նույնիսկ ընտրությունն ավարտվել է, մենք խորհրդարան չենք մտել, բայց թեման հանգիստ չի տալիս։ Արթնանում են, առաջինը խոսեն Շնորհապետական կուսակցությունից ու Գուրգեն Սիմոնյան, չեն հանգստանում այս մարդիկ, չեն հանգստանում։ Ատում են իրանք, որովհետև իրանք փող են վերցրել, Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ընտրել։ Մեկ ուրիշը ասել է ինչով օգնենք, որ այս կուսակցությունը հնարավորությունը իհարկե դա այդպես է։ Հո իրանք չեն ընդունելու, որ իրանք ծախվել են մի կտոր լափի համար։ Պետք է ասեն իրանք վատն են, իրանք ծախված են, իրանք այս խորը ծախված են, դուք չեք նկատում, Ժորժ ջան, բայց իրանք դա նկատել են։ Ամեն րոպե սպասում են ինչ կասի, որպեսզի ասեն։ Եթե ասեց ընտրությունը ճանաչում եմ, հա դե պարզ չի մասնակցել ես, որ Փաշինյանին օգնես, բա ինչ պետք է անել, որ բա չէինք ասում Փաշինյանի պրոյեկտն է։ Հենց ասի չեմ ճանաչում, հա դե պարզ չի, մենք չգիտեինք, որ ռուսական պրոյեկտ ես, այդ ով չգիտեր։ Հետո ասեն չէ, ոնց որ սենց է ասել, հա դե պարզ չի, դա նշանակում է միանգամից բոլորի պրոյեկտն է։ Ժորժ ջան, դուք խոսացեք, դուք գործ արեք, մենք քննադատենք։ Ինչ կանեք, մենք քննադատենք։ Կապ չունի դուք ինչ եք անում։ Բայց մենք ուզում ենք գործ անենք։ Նորից եմ ասում, իմ համեստ ուժերի ներածի չափով, այո, ես պետք է փորձեմ եւ զարգացնեմ հասարակական կազմակերպությունն էլ եւ ալիքնել, որի շուրջ կարողանանք ծրագրեր անենք, մաքսիմալ շատ մարդկանց ներկայացնել եւ եթե ինչ-որ միտեղ քաղաքականության մեջ մտնելը ինձ հետապահել որոշ հարցերից, որ ասել եմ կենտրոնանամ դրա վրա, այո, դա մեր տեսել եմ այդ պակասը, որովհետեւ տեսել ենք ինչ անվերահսկելի փողեր են ծախսել մեր դեմ։ Իսկ մենք մտածել ենք մաքուր գնանք ընտրության։ Էլի մաքուր կգնանք ընտրության, բայց ես ստիպված պետք է լինեմ հիշեմ նաև իմ նախորդ կյանքի մասնակցությունը որպես տնտեսագետ, որպես լուրջ կազմակերպություն ղեկավարած մարդու կազմակերպական որակներ ունեցող անձնավորություն, բավարար գիտելիքներ ու փորձ, որպեսզի մարդկանց հետ շփումն ավելացնեմ, վաղը մյուս օրը կարողանամ դրանով օգտակար լինեմ։ Այսօր համենայն դեպս այդ կարգավիճակը ունի Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը։ Վաղը դաշինքով կմասնակցի, վաղը մենակ կմասնակցի, վաղը ուրիշ բան կմտածեն, դա վաղն է, ժողովուրդ ջան, վաղը տեղական ընտրություններին կմասնակցի, դա վաղն է։ Այսօր ունենք սա, ունենք կարգավիճակ, ունենք այս թոհու բոհի մեջով անցած, այս լուտանքների, այս ամեն ինչի մեջով անցած ուժ, որը հստակ ասում է Հայաստանի ապագան Եվրամիությունն է եւ մենք այդ ուղղությամբ քայլենք անելու։ Եվ նշանակում է դա, որ դուք, այո, ձեր ուժերի ներածի չափով օգնեք, թող այդ կուսակցությունը կայանա։ Ինչքան պետությունը կաջակցի, դա շատ փոքր թիվ է, որպեսզի մենք կարողանանք պետությանը ներկայացնենք, հասարակությանը ներկայացնենք ինչ է արվում։ Ես այո ստիպված եմ ելնելու, մտածեմ նաև ես իմ կողմից, որովհետև կուսակցական գործունեությանը չեմ խառնվի, բայց ինչ որ իմ ձեռից կա, ես շատ դեպքեր եմ, երբ որ հարցնում են, բայց այս հարցը ինչ որ ինչպես կմեկնաբանեք, ես ասում եմ Ժողովուրդ ջան, ես իրանց հետ հրաշալի հարաբերություն ունեմ, բայց խնդրում եմ այդ հարցերը ինձ մի տվեք, որտեղ ես չգիտեմ հիմա իրանք ինչ են քննարկում եւ ինչ են պատասխանում։ Ես չասեմ մի բան, որը չի համապատասխանում իրանց գծին։ Ընտրությունն ավարտվել է, վերջ։ Ես խոսում եմ հաջորդ փուլի մասին։ Հաջորդ փուլը ինչ ուզում ա լինի, ես տեսել եմ ներսից ու այդ մարդկանց հետ եմ եղել, այդ մարդկանց հետ ճանապարհ եմ գնացել, այդ մարդկանց հետ դժվարություններ ենք ունեցել, այդ մարդկանց հետ շատ լավ ու վատ օրեր ենք ունեցել, ես կանգնելու եմ նրանց կողքին, բայց իմ դաշտում, իմ ոլորտում, որ ավելի ճկուն լինի հասարակական կազմակերպության կայքով եւ շատ մարդկանց հետ հանդիպումներով եւ այլ որակով կարողանանք օգտակար լինենք, որովհետեւ տեսանք այն ինչքան դրամ, որ ծախսեց Շնորհապետական կուսակցությունը, 10 այդքան դոլար ծախսեցին, բայց էլի ասում են, որտեղից ձեզ այդ դրամները, որովհետև չեն ուզում, որ Հայաստանում մի բան փոխվի, չեն ուզում, որ այլընտրանք լինի, ժողովուրդ ջան,
Ես այդ ամեն ինչը ասում եմ, երբ պարբերաբար հիշացնում եմ, ասում եմ, ես 66 տարեկան եմ, ձեզ համար եմ ասում, ինձ անընդհատ ջղայնացած ասում են, հերիքա ձեր տարիքը հիշացեք, տենում ենք լավ էլ երիտասարդ եք, տենում ենք այո, նաև երիտասարդներին օրինակ եմ ծառայել, այդքան կիլոմետր գնալով, այդքան շրջելով, ամեն օր մարզային այցելություններով, Սյունիք հասնելով 4 օր ընդեղ մնալով կամ էլ գնալ ամենահյուսիսային մասը ձունը նստած, որ գնացել ենք, հասել ենք։ Այո, հանուն այդ նպատակի դու նույնիսկ գիտես, որ անգամ հիվանդանալու իրավունք չունես, որ նույնիսկ հիվանդ էլ ձեր առաջ հանդես է եկել։ Ու շատ տեղեր փորձել ենք ամեն ինչ անել, որ ընդեղից եթեր ենք մտել։ Մարդկանց տներ ենք գնացել, միտեղ ենք գնացել, միտեղ ենք գտել, ասել ենք մարդիկ սպասում են իմ խոսքին։ Ինչքան ուզմած զբաղված լինեմ, ես պետքա եթեր մտնեմ եւ իրենց հետ շփվեմ եւ քննարկենք մեր ասելիքն ու անելիքը, որովհետև աշխարհը չեն կանգնեցրել մեր ընտրությանը սպասում։ Մեր ընտրությունը շարունակվելու է։ Դրա համար մինչև այն նյութերին ասնելը նորից հիշատակեմ ձեզ, որ հիշեցնեմ ձեզ, որ եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն ունեք ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել նյութի նկարագրական մասում կա բոլոր տարբերակները, նախ նաև հասարակական կազմակերպության տարբերակը, որի որ նպատակն է բարեկեցիկ անվտանգ Հայաստան, ես ձեզ ներկայացրել եմ, Եվրամիության աջակցության հետ կապված հասարակական կազմակերպություն, որի ուղղությամբ ես ցանկանում եմ այո աշխատանք տանել մարզի բնակիչների հետ եւ այլ եւ այլ։ Բանկային փոխանցումները դա վերաբերում է հասարակական կազմակերպությանը, այնտեղ կա արագ փոխանցման, քարտային փոխանցման, PayPal-ի տարբերակ, Patreon-ի տարբերակ, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակները, Իդրամի տարբերակ, բոլոր հնարավոր տարբերակները։ Այնպես որ դուք իմացեք, որ այն ինչ որ մենք կարող ենք մեր ուժերով անել, վաղը մյուս օրը ինչքան որ ես կարողանամ այդ ծավալը մեծացնեմ, այդքանով կանգնելու եմ կողքները, ասեմ ժողովուրդ ջան, հիմա մենք որակապես այլ մակարդակից գնանք այդ քայլերին։ Ու դրա համար զուգահեռաբար հաշվի առնելով, որ կուսակցությանը ֆինանսավորումը դրսից չի կարելի, բայց ձևը մտածեք ոնց անեք, որ նաև Հայաստանի շնորհապետական կուսակցությանը կարողանաք օգնեք, դուք արդեն ձեր աչքով տեսաք, թե ինչը մեզ խանգարեց, որ մենք կարողանայինք ավելի շատ ձայն ստանալ, ներկայացնելու հարցը մեր ծրագրերը եւ այն, որ մեր վրա հարցակում էր, կարողանայինք հակադարձեինք, բայց մենք այդ ռեսուրսը չունեինք։ Այնպես որ ձեզ պարզ է եւ կարող եք նաեւ մտածել կուսակցությանը ինչով աջակցեք, որովհետեւ ոչ մեկը չգիտենք առաջիկա զարգացումները, ինչ քայլ կլինի վաղը, 5 օր հետո, մի ամիս հետո եւ այլ եւ այլ։ Դուք արդեն տեսաք մարտական բովով անցած մի թիմ, որոնք որ քաղաքականության մեջով չէին անցել, ուղղակի նվիրալներ էին, եկել էին կանգնել են, միասին ճանապարհ էին գնում։ Ոչ մեկը չէր եկել շահի համար։ Մենք չենք ունեցել որևէ վստահված անձ, որը ասել ինձ գումար տվեք, որ գնամ վստահված անձ աշխատեմ։ Չի եղել մի մարդ, որը գահասի, բա եկել եմ միանամ, բա ինձ ինչ եք տալի։ Եկողն ասել է, բա ես ինչ եմ անելու։ Դա իհարկե դժվար է պատկերացնել Հայաստանի պարագայում, ես հասկանում եմ, որովհետև երբ որ մարդկանց ասում ես պետք է անշահախնդիր ես բանն անես, ասում է, հա, պարոն Անտինյան, էլի անշահախնդիր անենք, բայց իմ շահը ո՞րն է, որ ես անշահախնդիր անեմ։ Այդտեղ արդեն ինչպես ասում են, գիտությունն անզոր է։ Ես որ ամաչելով ասում էի, որ կուզենամ այնքան մեր մակարդակը բարձրանա, որ հասնենք գրելանդական էսկիմոսների մակարդակի, որոնց Դոնալդ Տրամպը ամեն մեկին $1 միլիոն էր տալի ու ասում էր Ամերիկայի քաղաքացի դարեք, աշխարհի ամենահզոր երկրի քաղաքացի, որ մարդիկ գլուխներն են ջարդում, բանտեր են ընկնում, որ այդ երկրի քաղաքացի դառնան, նրանք մերժեցին։ Իսկ ես ասում եի, հիմա կծախվեք փողի դիմաց, ուշադրությամբ հետևում են, որ փողի դիմաց կարելի է ձեզ առնել, որ գնանք ձայն տանք Սամվել Կարապետյանին, որովհետև փող ունի, ձեզ ինչ որ ունի, ձեզ ինչ նրա փողը։ Հիմա ինչ եք անելու։ Չեղավ, ինքը չի, ինչ եք անելու։ Իսկ վաղը Թուրքիան ու Ադրբեջանը հասկացան, փողով մտան Հայաստան ամեն ինչ կառնեն։ Արդեն հասկացան, որ այս երկրի հետ հանգիստ կարելի է այդպես խոսել։ Սրա մասին էինք խոսում, սա էինք բացատրում, որ արժեքներն ավելի կարևոր է։ Եվ
Մտածեք, որ ինչ ենք անելու, որ վաղը մյուս օրը այս առաջիկա զարգացումների ժամանակ գոնե եթե խորհրդարանից սպասելիք չունենք, որովհետև խորհրդարանում ասեց է ռուսամետ ուժերեն, մեկ էլ մի ուժ, որի ղեկավարը կառավարությունում նստած ինքնավորոշում նրանք ինչ կանեն։ Վերջ։ Ավարտվեց։ Հա, կգնան խորհրդարան, իրար կվիրավորեն, կանցնեն կգնա, ոնց որ նախորդ անգամ տեսել ենք։ Նախորդ անգամ էլ էին սպասում, որ պետք է քաղաքացիական պայմանագրից մարդ առնեն, իմպիչմենտ անեն։ Այդ հեքիաթը վաղուց անցել ենք, ժողովուրդ ջան։ Ցավալին է, որ դրա վրա խաբվեցիք։ Հերթական անգամ խաբվեցիք, որ դե իրանք են հաղթելու, փոխանակ իրանց միանակում միանանք։ Ռուսական ճահճի մեջ ընկնենք, մենք էլ միանանք։ Այդ համառորեն կարողացել ենք այդ ամեն ինչի մեջից դուրս գալ։ Ձեր աչքով տեսել եք, որ դիմացել ենք դրան, դիմադրել ենք դրան։ Հիմա եկել ասում եք, որ մենք որ միանայինք կհաղթեինք ու միանայինք։ Նիկոլ Փաշինյանի սատարողներին, այդ տեսանք էլի ժողովրդի վերաբերմունքը։ Պարզ չէր դա այդ ամեն ինչը։ Մի հոգի մնաց, որը արտախորհրդարանական ուժերից խոսում է Եվրամիության ինտեգրման մասին, անդամակցության դե ինտեգրումը միշտ էլ կա, որը որ ունի կարգավիճակ, վերջ, այսքանը, որ ես ուզում եմ, որ ձեզ ասեմ, որ դուք պատկերացնեք, դուք պետք է ամեն ինչ անեք, որ դա զարգացնեք, անկախ նրանից, ես նորից եմ ասում, միակ մի պատճառը, որ ես չեմ միանա, դա կարող է լինի, ենթադրենք մարդ ես, առողջական խնդիր, ոչ մեկը երաշխավորված չի, մնացած որևէ պարագայում, երբ ինձ կհրավիրեն, ես իրանց կմիանամ, այս ընթացքում կփորձեմ մեր դիրքերը ուժեղացնել, ես Պարզիմ սցենարը բացատրեցի։ Հիմա նայենք հետընտրական զարգացումները չի ավարտվել, ռուսական ճնշումները նույնպես, ներողություն, ռուսական ճնշումները նույնպես, հիմա հասկանանք ինչ են ուզում մեզանից և մենք դրան ինչ ենք հակադարձելու։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրով, Հայաստանի Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ կդրված։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, անհրաժեշտ է օպերատիվ կերպով հասկանալ իրավիճակը։ Ինքը համարում է, որ այո, կտրուկ է դրված, Հայաստանին չեն տալի շանս, որպեսզի Հայաստանը կամաց-կամաց, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, դե այստեղ կմնանք, կամաց կզարգանանք, հետո վերջում կորոշենք, ասում են հիմա որոշի, եթե հիմա մենք քեզ չենք օգնի, որ դու զարգանաս, հետո գնաս, իսկ մեր իշխանություններն էլ պետք է որոշում կայացնեն, ես դրա համար եմ ասում, որ եթե խորհրդարանում այդ ճնշման մեխանիզմը չունենք, կամ աջակցման չգիտեմ ոնց, մենակ թե գնանք Եվրոպա, գոնե կարողանանք դրսից դա անենք արտախորհրդարանական ուժի միջոցով։ Հիմա շարունակությունը, Ռուսաստանի ղեկավարը ինչ է ասել, Լավրովը մատնանշել է այն փաստը, որ Երևանն ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Առնվազն ստում է, որովհետև տասնամյակներով Հայաստանը համագործակցել է ՆԱՏՕ-ի հետ, միշտ էլ ունեցել են տարբեր ծրագրեր, տարբեր անվանումներով, այդ նորություն չի, միշտ էլ եղել է նաև ռուսամետ իշխանության օրոք, ես զարմանում եմ, որ Լավրովը ինքը լինելով արտգործնախարար եթե ինքը չգիտի շատ վատ է, եթե գիտի, որ այն կարգի սուտ ասում, որը որ 15 վայրկյանում մարդիկ կարող են մի հատ կոճակ սեղմել եւ ասել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցություն, ասես բերեն շարեն, ամոթ է էլի։ Արդեն ավելի քան 2 տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը, ասել է Լավրով, այս կներկու տարեն լրացել է, իրանք ուզում են որոշում կայացնեն։ Իսկ այդ որոշումը ինչին է վերաբերվում։ ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը 2 տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա խորհուրդը կարող է որոշում ընդունել այդ երկրի քաղաքացիներին կազմակերպությունում քվոտային պաշտոնների առաջադրման իրավունքից ժամանակավորապես զրկելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում նրա ձայնի իրավունքը կասեցնելու մասին, մինչև պարտքի ամբողջական մարումը։ Համարենք, որ այդ երկու կետը որևէ բան իրենից չի ներկայացնում, որ Հայաստանը դրանից հուզվի, թե դուք ձայնից կզրկեք, թե չեք զրկի, կամ պաշտոնների հարցը ինչ կանեք։ Շարունակենք, բայց շարունակությունն է կարևոր։
Բացի այդ նույն հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված կազմակերպության մյուս մարմինների որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքներին կամ նույնիսկ բացառել նրան կազմակերպություններից։ Նման հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց տվյալ անդամ պետության ձայնի հաշվի առնելու։ Այսինքն կոնսենսուսի հարց չկա, որ Հայաստանն ասի ես դեմ եմ։ Եթե քո հարցն են քննարկում, դու չես մասնակցում։ Հիմա հարց առաջանում։ Առավոտից երեկո մեզ ահաբեկում են, որ ԵԱՏՄ-ից կհանեն, էս կանեն, են կանեն։ Հապկից մենք սառեցրել ենք եւ 2 տարի գումարներ չենք վճարում։ Բա դուք էլ ունեք կանոնադրական հնարավորություն։ Մի հատ քայլ արեք, մենք էլ տեսնենք ձևը սովորենք։ Բա հանեք, ինչ չեք հանում որ։ Դրեք հանեք։ Հայաստանին հանեք, եթե Հայաստանը ինքը չի դիմում դուրս գալու, դուք ասում եք այդ տես, հա, եթե այսպես լինի մենք որոշում կկայացնենք, ասում ենք որոշում կայացրեք։ Դե հապկի հետ կապված որոշում կայացրեք, որ մենք իմանանք, որ դուք նաև լի եք վճռականությամբ ԵԱՏՄ-ի հետ կապված։ Եթե հապկի հետ կապված որոշում չեք կայացնում 2 տարվա ընթացքում համառորեն նույնիսկ ասես մտածում եք դե մի հատ էլ էս կանենք, այս սանկցիաները կիրառենք, են կանենք, ակնհայտորեն դուք ռիսկով քայլ վճռական քայլ չեք անում։ Հայաստանից բա ինչ եք ուզում։ Ինչ եք ակնկալում։ Հա մեզ մնա մենք կասենք դիմում գրեք դուս եկեք, բայց լավ մենք չենք գրում։ Դուք հանում եք, հանեք։ Ինչ չեք հանում, բա դուք ինչ չեք հանում։ Եթե վախացնում եք, ասում եք թույլ չենք տա ԵԱՏՄ-ի հետ կապված խաղեր տակ, հապկի հետ կապված խաղեր ենք տալիս, չէ՞ էս։ ՆԱՏՕ-ի հետ խորացնում ենք համագործակցությունը, բանել ձեր հետ էլ չենք շփվում։ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանին կորցնել, անընդհատ ցանկանում է ճնշելով եւ սիրաշահելով պահել, բայց պահը բաց է թողել ինքը։ Հիմա տեսնենք հակառակ քայլը։ Ամեն դեպքում մենք մտածում ենք, որ մեր իշխանությունները հետևողական կլինեն գոնե այս հարցում, ընտրություններից առաջ Ռուսաստանի ճնշումները ավելի շատ բարոյական մակարդակի վեր, քան տնտեսական, ֆինանսական։ Բարոյական մակարդակի վրա, թե իրանք ինչպես իրանք պահեն, ինչ գործընկերոջ մասին է խոսքը։ Այդ ձևով էին ցանկանում ճնշում գործադրել իշխանության վրա։ Եվ այնպես ստացվեց, որ իրանց արած քայլը իրանց դեմ աշխատեց։ Այո, այդ ճնշում գործադրելու պարագայում արևմուտքն էլ բա արևմուտքին ասում եք ընտրություններից առաջ մի խառնվեք։ Այո, ինչ էին խառնվել որ։ Դուք խառնեցիք։ Ասի կարի մտի։ Արի օգնի, մենք սանկցիա ենք կիրառել։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի իշխանությունների միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են քաղաքացիներին համոզել, որ երկիրը կարող է ստանալ եվրասիական ինտեգրումից բխող բոլոր օգուտները եւ միաժամանակ պատրաստվել ԵՄ-ին անդամակցելու։ Այսինքն այն ինչի մասին պարբերաբար խոսել են, որ այդ հնարավորությունը չեն տալու։ Հիմա տեսնենք վերջը ինչ եք անում, լավ, տենց կատեգորիկ խոսում եք։ Հանրապետության ղեկավարությունը փորձում է իր քաղաքացիներին համոզել, որ իբր դեռևս անհրաժեշտ չէ որևէ ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև, այժմ արդեն հարցն այդպես է դրվում։ Կարելի է իբր ստանալ եվրասիական ինտեգրման բոլոր առավելությունները եւ զուգահեռաբար պատրաստվել մեկ այլ տնտեսական բլոկի անդամակցության հայտ ներկայացնելուն։ Ոչ չի կարելի։ Մենք մտադիր չենք հանդուրժել նման միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը ԵԱՏՄ-ի միավորման նկատմամբ։ Իհարկե նորից հիշեցնեմ, որ սա ընդհանրապես Զախարովայի ասածը չի, որովհետև Զախարովան պաշտոնական ներկայացուցիչ է։ Սա Ռուսաստանի պաշտոնական տեսակետն է, որ չեն պատրաստում հանդուրժել։ Իսկ դուք մեզ այդ դեպքում ինչ եք թողում, եթե մենք չմտածենք Եվրամիության հետ հետևողական աշխատել։ Այն էլ հետևողական, սկզբունքային, գաղափարական, այլ ոչ թե իրավիճակային։ Այլ ոչ թե այսօր դուք ճնշեցիք, մենք գնանք այնտեղ մի հատ բան առաջարկեք, հետ կգանք։ Ոչ, հետևողական քայլերով գնալ այդ ուղղությամբ։ Իսկ հիմա նայենք նաև Թուրքիայի հետ կապված մի բան, որը որ մեզ համար կարևոր է պատկերացում կազմելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան Եվրոպական միությունը որպես լիիրավ անդամ միանալ
մնում է Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը։ Անկարան պատրաստ է շարունակել կատարել իր պարտավորությունները եվրաինտեգրման գործընթացի շրջանակում։ Կողմը Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը, փոխշահավետության ու երկխոսության հիման վրա եւ համապատասխան քաղաքական կամք է ակնկալում Բրյուսելի կողմից։ Սա այն միամիտների համար, որ մտածում են, որ Եվրամիությունը շուտով փլուզվելու է։ Եվրամիությունը շուտով փլուզվելու է ու Թուրքիան իր գլուխը ջարդում է, որպեսզի մտնի փլուզվող Եվրամիություն, իր աշխարհագրական դիրքը նայելեք, բնակչության թիվը նայելեք, տարածքը նայելեք, ՆԱՏՕ-ի անդամ ելնելու Թուրքիային մաքսային միության անդամ չի եվրոպական, բայց ինչի է իրան կոտորում։ Եթե գոնե մեր ասածին չեք հավատում, լավ մի հատ տեսեք բանա ինչի է իրան կոտորում Եվրամիության անդամ դառնալը։ Էն էլ ասում է բոլոր պարտավորությունները կկատարենք։ Ֆիդանի խոսքով Եվրամիության լիիրավ անդամակցությունը Անկարայում դիտարկում է որպես երկարաժամկետ նպատակ, իսկ այդ գործընթացի գնահատումը չպետք է կախված լինի կարճաժամկետ քաղաքական գործոններից։ Ֆիդանը հիշեցրել է, որ եվրոպական կառույցների հետ Թուրքիայի համագործակցությունը բազմամյա պատմություն ունի 1963 թվականի ասոցացման համաձայնագրից մինչև 96 թվականից մաքսային միության անդամակցությունը։ Չմոռանանք նաև 89 թվականին նաև իրանք դիմել են տեխնացուի կարգավիճակ ստանալ, անդամակցության համար 99 թվականից է ստացել են տեխնացուի կարգավիճակ, 96 թվականից իրենք մաքսային միության անդամ են Եվրամիության։ Իդեպ հիշեցնենք, որ 92 թվականին Մասրիխտի համաձայնագրով որոշվեց, որ եվրոպական տնտեսական համագործակցությունը դառավ Եվրամիություն, 93 թվականից է եղել, այսինքն որ Թուրքիան 89 թվականին դիմել է, այն տնտեսական համագործակցությանն է դիմել, հետո է դա անունը փոխվել, ավելի ընդլայնվել։ Այսինքն ինչպես տեսնում եք 96 թվականից մաքսային միության անդամ է, եթե նպատակը մենակ ապրանքը ծախելն էր, ոնց որ մեր մոտ հիմա ասում են, այ հիմա եթե մեր ապրանքը Եվրոպայում ծախենք լավ կլինի, Ժորժ ջան, դա հարցերի մի մասն է։ Թուրքիան իր ապրանքը 96 թվականից ծախում է, 99 թվականից է տեխնացուի կարգավիճակ ունի, բայց բանակցությունը սառեցրել են, դադարեցրել են անդամության բանակցությունները։ Այսինքն ինքը խնդիր չունի ապրանք ծախելու։ 233 միլիարդ դոլարի առևտուր արահետները, բայց խնդիր ունի այդ քաղաքակրթական ընտանիքի անդամ լինել, որը այդքան կարևորում են, որը շատ ավելի կարևոր, եթե դու բռնեցիր այդ ճանապարհը, քո բոլոր մակարդակներով ես ամեն օր հաջորդ մակարդակին բարձանում։ Սա ենք ասում։ Ավելի պարզվում, ու մենք եթե անցնենք կամ միաժամանակ, սովորաբար ունի էլի Եվրամիությունը նման բան ընդլայնվելու հետ կապված հարևանների հետ անցկացնելու, կամ միաժամանակ կամ իրանցից առաջ, որպեսզի հետո իրանք վետո չդնեն մեզ։ Ոնց որ հիմա Իրան են խանգարում, ասում են Կիպրոսի հետ կապված հարցը չպայմանավորվես, դու չես դառնա Եվրամիության անդամ։ Մի շարք պատճառներ կա, Կիպրոսը միակը չի, բայց այնուամենայնիվ դա խնդիր է, վաղը մեր առաջ խնդիր չդնեն, Թուրքիան մեր առաջ խնդիր չդնի, այս պայմանը կընդունես կհամաձայնենք, չէ, մենք պետք է կամ իրար հետ միաժամանակ մտնենք, կամ մենք իրանցից առաջ, բայց որ իրանք ցենց գլուխները ջարդում են, որ մտնեն, սա էլ ուղղակի մտածեք, թե ինչի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինչ է ասում, Նեթանյահու եւ նրա հանցավոր ցանցի հարձակումները Սիրիայի եւ Լիբանանի դեմ հասել են նկատի ունի Իսրայելի վարչապետի, հասել են մի կետի, որը սպառնում է ոչ միայն այս երկու եղբայրական երկրներին, այլև Թուրքիային։ Այսինքն Թուրքիան ակնհայտորեն Իսրայելին արդեն համարում է սպառնալիք, նոր չի որ համարում է, բայց հիմա ավելի ստայել է այդ թեման։ Թույլ տվեք շատ հստակ ասել, ոչ ոք չպետք է կացախնդրություն փնտրի եւ ոչ ոք չպետք է լծվի սիոնիստական ջարդարարների ցանցի կարգին։ Եթե որևէ մեկը փորձի ոտնձգություն կատարել արևելյան միջերկրական ծովում Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքերի իրավունքների ու շահերի նկատմամբ, ուզում եմ որ իմանաք, մեր պատասխանը լինելու է շատ հստակ եւ շատ վճռական։ Իսրայելը պետք է կանգնեցվի, նշել է Էրդողանը։ Իսկ Իսրայելը լավ գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն է, իսկ Թուրքիան էլ լավ հարաբերություն է Ամերիկայի հետ, այնպես որ սա հիմա այս սրված հարաբերությունը նույնպես ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես մեր գործընկերներից մեկն ասաց, Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց Ուկրաինայի։ Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ։
Իհարկե այդ ցանկությունը նոր չի, որ Ուկրաինան ունի, այսօր իր տեսականը թե չէ դա արծի մի կողմն է, բայց այնուամենայնիվ շատ ճիշտ կլինի, որ դառնա եւ շատ օգտակար կլինի ՆԱՏՕ-ին, բայց այնուամենայնիվ պետք է մտածել, որ եթե հանկարծ ՆԱՏՕ-ն ծանրությունը գցի Եվրոպայի վրա, Եվրոպան ավելի ճկուն համակարգերով պետք է մտածի իր անվտանգության խնդիրը լուծել, որի մեջ առանցքային դերակատարություն է ունենալու նաեւ Ուկրաինան։ Եվ վաղը մյուս օրը, այո, մենք մտածում ենք, որ նաեւ Եվրամիության հետ համագործակցության պարագայում այդ առանցքային դերակատարություն ունեցող Ուկրաինայի հետ էլ մենք մեր հարաբերությունները պետք է լավացնենք։ Զուտ նենց ձևական հարաբերություն պահել, որ հա մենք լավ ենք այս կողմենքով, դա բավարար չի, որտեղ այն դերակատարությունը, որը ինքը ունենալու է Եվրամիությունում եւ ունենալու է Եվրամիությունում անվտանգային գործոնի պայմանավորված, առնվազն ներելի չէ, որ մենք այդ ուղղությամբ լուրջ ձևով չմտածենք։ Այսինքն, այս պատերազմից անկախ արդյունքներից Ուկրաինան դուրս է գալու բավական ուժեղացած եւ ռազմական ծախսերը մեծացրել է, բավական շեշտակի ձևով, դրան գումարած նաեւ Եվրոպայից օգնությունը ստացավ, որը վետո է դնում Հունգարիան։ Մի խոսքով մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ այս խնդրի առաջ մենք էլ ենք կանգնած, որ ասենք, այո, մենք ցանկանում ենք Հայաստանը լինի ՆԱՏՕ-ի անդամ, բայց որոշակի բանակցությունների հարցում Եվրամիությանը դիմելու պարագայում ավելի ճկուն մեխանիզմով կարողանանք մեր անվտանգության հարցը լուծել։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնությանը։ Պիստորիուսի խոսքով այդ միջոցները պետք է բավարարեն Կիևի համար մոտ 50,000 միավոր զինամթերք գնելու համար։ Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնության խոշորագույն դոնորն է, որին 2025 թվականին ընդհանուր առմամբ հատկացրել է 1 միլիարդ եվրո։ Երրորդ երկրներից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերք գնելու չեխական նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականի փետրվարին։ Այսինքն նախաձեռնության իմաստը նա էր, թե պետք է Ուկրաինայի համար զենք առնենք երրորդ երկրներից, այո, նաև Միացյալ Նահանգներից զենք առնենք տանկ Ուկրաինային։ Իհարկե Չեխիան դրա նախաձեռնողն էր, հետագայում ընտրությունների արդյունքում փոփոխությունից հետո հարց առաջացավ, որ կարող է Չեխիան դուրս գա այս նախաձեռնությունից, բայց այնուամենայնիվ համոզվեց, որ դուրս գալու կարիք չկա, ուղղակի ինքը որոշեց, որ իրանք ֆինանսավորմանը չեն մասնակցի, բայց նախաձեռնությանը ողջունում են, պաշտպանում են։ Այսինքն սա նույնպես ցույց է տալիս, մենք ուղղակի որ նայենք, որ Ուկրաինայի հետ կապված Եվրոպայի վերաբերմունքը վաղը մյուս օրը մենք Եվրոպայի հետ հարաբերությունը սերտացնելու պարագայում անվտանգայինը մեզ համար թիվ 1 գործոնն է, չափազանց կարևոր, մենք ցեղասպանություն տեսած, պատերազմներ տեսած երկիր ենք, մենք պետքա դա առաջնային հաշվի առնենք եւ այս պարագայում, ինչպես տեսնում ենք, որ Եվրոպայի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ մեզ համար նույնպես շատ կարևոր է, ինչքան ուզում է Ռուսաստանը հիվանդագին տանի, եթե մենք Ուկրաինայի հետ հարաբերություն ունենանք, դա իր խնդիրն է, որովհետեւ մենք տեսել ենք Ռուսաստանի վերաբերմունքը, մենք տեսել ենք Ռուսաստանը ինչպես է վարվում իր ժողովրդի հետ, որ մի հատ էլ մտածենք ինչպես մեր հետ պետք է վարվի։ Միլիոնից ավել մարդ տանես կոտորես, որ ինչ անես, ինչ խնդիր լուծես, քո բյուջեի վիճակը տեսել ես, քո տնտեսության վիճակը տեսել ես, այն բոլոր մարդիկ, ովքեր չաթագովն են Ռուսաստանի հետ հարաբերության, անկեղծ են մի օր պատմեն ինչ վիճակ է Ռուսաստանում, ինչ են մեզ առաջարկում, ուր են մեզ տանում, ռուսական ճահիճի մեջ են ուզում թաղեն։ Սրանք հարցեր են, ժողովուրդ ջան, որ երբեք չի կարող մեր օրակարգից դուրս գալ, հետևողականորեն հետևելու ենք այդ ամեն ինչին եւ վաղը մյուս օրը, որպեսզի այո, մենք տեսնենք, որ այդ բոլոր զարգացումները ուղղակիորեն առնչվում են նաեւ մեր երկրին։ Այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։